Նախընտրական քաղաքական այս մրցապայքարում հասարակության շրջանում տարակարծիքների ալիք բարձրացրեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Այմ առաջնորդ Պարուր Հայրիկյանի դեմ օրերս կատարված մահափորձը։ Ով էր պատվիրատուն, ինչու կատարվեց մահափորձը, ինչու հենց նախընտրական շրջանում, ինչու հենց Պարուր Հայրիկյանի դեմ։ Այս հարցի պարզաբանումները թողնենք իրավապահ մարմիններին։ Այս հարցի վերաբերյալ լրագրողների հետ հարցազրույցում Պարուր Հայրիկյանն ասեց. «Մեջբերում եմ նրա խոսքը։ Այս մահափորձը իմ դեմ չէր ուղղված, այլ ուղղված էր մեր ամբողջ ազգի դեմ։ Նրանք մի գործնական նպատակ էին հետապնդում՝ խախտել մեր ժողովրդի և պետության ընթացակարգը»։ Իսկ այն հարցին, թե նա կդիմի սահմանադրական դատարան ընտրությունները հետաձգելու համար, պատասխանեց. «Եթե ես նոր ընտրություններ կատարելու վերաբերյալ դիմեմ սահմանադրական դատարան, դա կնշանակի, որ մեր ժողովրդի թշնամիները հասել են իրենց նպատակին։ Առայժմ չեմ դիմի, քանի որ այն կբերի նոր խոսակցություններ Հայաստանի դեմ»։ Այս հարցի վերաբերյալ հարցումներ կատարեցինք և ճշտեցինք մեր համաքաղաքացիների կարծիքները, թե որքանով է ճիշտ Պարուր Հայրիկյանի սահմանադրական դատարան չդիմելը, որը հնարավորություն կտար 15 օրով երկարաձգել նախընտրական քարոզարշավը։ Ինչպես հարցումները ցույց տվեցին, վանաձորցիներից շատերը ոչ միայն հետևում էին նախընտրական քարոզարշավի ընթացքին, ծավալվող գործողություններին, այլև տեսակետներ ունեին վերոհիշյալ հարցի շուրջ։ Հայրիկյանի քայլը մեր համաքաղաքացիները այսպես են բացատրում. Առաջինն ասեմ, որ խոզություններով որ արեց, դա պետության դեմ էր, ոչ թե հենց Հայրիկյանի դեմ էր։ Երկրորդ ճիշտ արեց։ Ճիշտ արեց։ Ինչի ճիշտ արեց ձեր կարծիքով։ Դրանով ինքնին տղամարդությունը ցույց տվեց իսկապես։ Իսկապես որ ինձ ոչ մեկը չի կարող վախեցնել, ես ոնց եղել եմ այնպես էլ կա։ Իսկ ինչ եք կարծում, մնացած թեկնածուները նախագահի կդիմեն բողոքով երկարաձգել ընտրությունները։ Դենեն մեկը չի անցնելու, որովհետև այդ ձևի իմ կարծիքով օրենք չկա։ Եթե ինքը չի համաձայնում, ուրեմն ինչպես կարելի, եթե դուք ինչ որ մի բանի համաձայն չեք, ոնց կարան քեզ ստիպելու։ Ինքը համաձայն չէ, ուրեմն։ Ճիշտ արեց Ազիզ, բայց դե մի կողմից է վադարա, որ հաստատ չիմացավ, թե ով է ինչա։ Չէ, հետաձգելու համար տեսակ ինքն էլ չհամաձայնվեց։ Ասավ, ես չեմ համաձայնում, ամս 18-ին է պետք է ընտրությունը լինի։ Ճիշտ ու սխալը իրանք մեզանից լավ գիտեն։ Իսկ մնացած թեկնածուները ձեր կարծիքով կդիմեն սահմանադրական դատարան։ Երևի թե չէ։ Ճիշտ արեց, ճիշտ վարվեց։ Իսկ ձեր կարծիքով Մի քիչ մեծահոգություն պետության նկատմամբ, ժողովրդի նկատմամբ։ Ու մարդասպանի այդ փորձանողի դեմ էլ ինչ ասեմ, երևի զգուշացում, որ միտք չունի այդ ձևի քայլերի դիմել։ Հարցվածներից ոմանց էլ նախընտրական բուռն իրադարձությունները բնավ չեն հետաքրքրում։ Չեք հետաքրքրում քաղաքականությամբ։ Չէ, դա իր կարծիքն է եսի։ Դուք չեք հետաքրքրում քաղաքականությամբ։ Չէ։ Քրիստինե Մելիքսեթյան, Կամո Ծատուրյան, Լորի հեռուստաընկերություն։